Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի Արագածոտնի, Արմավիրի և Կոտայքի մասնաճյուղերում այլևս լաբորատոր գործունեություն չի կատարվի, այսուհետև այն կիրականացվի ռեֆերենս լաբորատոր կենտրոնում։ Ազգային կենտրոնից հայտնում են, այս վերակազմակերպումը նպատակ ունի բարձրացնել լաբորատոր հետազոտությունների որակը, ապահովել գործընթացի ծախսարդյունավետությունը և ներդնել որակի կառավարման միջազգային չափանիշներին համապատասխան մեխանիզմներ։ Որոշեցինք, որ այդ մոտակա մարզերի լաբորատոր ծառայության այդ հատվածը, հետազոտական հենց վերջնական հատվածը կիրականացվի ռեֆերենս լաբորատոր կենտրոնում։ Այն գտնվում է Երևան քաղաքում եւ բավականին հագեցած ժամանակի վերջին խոսքով հագեցած սարք-սարքավորումներով եւ թողունակությամբ բավականին բոլոր նորմերին եւ ստանդարտներին համապատասխանող լաբորատոր կենտրոն է։ Թեև վերակազմակերպման արդյունքում 3 մարզերի լաբորատոր հետազոտությունները կկատարվեն Երևանում, սակայն մարզային մասնաճյուղերը չեն դադարեցնի իրենց գործունեությունը, կշարունակեն իրականացնել նմուշարման եւ այլ հակահամաճարակային միջոցառումները առանց որևէ սահմանափակման։ Լաբորատորի մասով էլ այդ 3 նշված մարզերը նույն նմուշարման գործընթացը շարունակելու են իրականացնել, հետո նմուշները տեղափոխվելու են ռեֆերենս կենտրոն եւ արդեն հետազոտությունը իրականացվեն այնտեղ։ Սա դրդված է մի շարք պատճառներից, նախ եւ առաջ որակի կառավարման առումով, որտեղ մենք միշտ կարևորում ենք ոչ միայն վերջնական արդյունքը տվյալ հետազոտության, այլ նաեւ ողջ ընթացքը, այսինքն ողջ ընթացք ասելով նկատում եմ նմուշը վերցնելուց, տվյալ հետազոտությունը սկսելուց, ամբողջ ընթացքից եւ վերջն ներառյալ։ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի տնօրենի տեղակալ Սերգեյ Չախմաղչյանը նշում է, այս որոշումը պայմանավորված է մի քանի առանցքային գործոններով։ Առաջնային պատճառներից մեկը մարզային մասնաճյուղերի շենքային պայմանների ոչ բավարար վիճակն է։ Շենքային պայմանները խիստ անբավարար են։ Որակի կառավարման համակարգի ներդրումը այդպիսի լաբորատորիաներում շատ դժվարացած է։ Երբ որ մենք կենտրոնացնում ենք մի տեղում, դա բերում է ընդհանուր ռեսուրսների խնայողությանը։ Չախմաղչյանը վստահեցնում է, մասնաճյուղերում լաբորատոր ծառայության մատուցման դադարեցումից հետո մարզի բնակիչները այս գործընթացի հետ կապված որևէ փոփոխություն չեն զգա։ Նմուշարման եւ նմուշների ընդունման գործընթացները մարզերում շարունակվելու են բնականոն հունով։ Այն նույն ծավալով, ինչ որ հետազոտությունները արվել են, այն նմուշների քանակը, որը եկել է այդ տվյալ նշված մասնաճյուղերը, նույն ձևով գալու են մասնաճյուղեր, ուղղակի հետազոտությունները, լաբորատոր հետազոտությունը, դա խոսքը գնում է մանրէաբանական լաբորատորիայի, մակաբուծաբանական եւ քիմիական լաբորատորիայի նմուշները ուղարկվելու են Երևանի ռեֆերենս լաբորատոր կենտրոն եւ այստեղ ստուգվելու են։ Այս գործընթացից հետո արդյոք կառաջանա լաբորատոր հատվածի աշխատակիցների աշխատանքից դուրս մնալու հարց։ Ազգային կենտրոնից հայտնում են, հաշվի առնելով աշխատակիցների հմտությունները եւ փորձը, կդիտարկվի նրանց աշխատանքով ապահովման հարցը։ Քրիստինե Թորոսյան, Ժիրայր Հաբետյան, լուրեր։